Ապրիլի 29-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Հանդիպմանը ներկա էին Մայրաթորի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը, Մայրաթորի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը եւ երկու երկրների դեսպանները, Վրաստանի նախագահին ուղեկցող պաշտոնյաներ։ Ողջունելով նախագահի այցը Հայաստան եւ Մայրաթոր, հայոց հայրապետն անդրադարձավ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը։ Նորին սրբությունը նկատեց, որ պատմության ընթացքում հայ եւ վրացի ժողովուրդները ապավինած իրենց քրիստոնեական հավատքին ու արժեհամակարգին կարողացել են հաղթահարել բազմաթիվ դժվարություններ եւ փորձություններ եւ պահպանել են իրենց ազգային ինքնությունն ու դիմագիծը։ Հանդիպման ընթացքում ամենայն հայոց կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց վրաց իշխանություններին 15 հայ ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ գործադրած միջնորդական ջանքերի, ինչպես նաև Վրաստանի հայ համայնքի նկատմամբ հոգացու վերաբերմունքի համար։ Ամենայն հայոց կաթողիկոսը նաև իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց նորին սրբություն համայն Վրաստանի Իլյա II կաթողիկոս պատրիարքին։ Իր հերթին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին գոհունակությամբ անդրադարձավ Հայաստան իր պաշտոնական այցի արդյունքներին։ Կարևորեց քրիստոնեական հավատքի բացառիկ դերակատարությունը երկու ժողովուրդների հոգևոր, մշակութային, ազգային ինքնության պահպանման եւ պատմության ընթացքում ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում։ Նախագահը հավաստիացրեց նորին սրբությանը, որ Վրաստանը կշարունակի իր միջնորդական ջանքերը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման եւ գերիների ազատ արձակման ուղղությամբ։ Հանդիպման ավարտին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Նաթան arczepiskopos Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելեց Մայրտաճար, ծանոթացավ հիմնանորոգված սրբավայրի պատմությանը, շրջեց Մայրաթորի տարածքում։ Հերմինե Հակոբյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Ամերիկայի Նյու Ջերսի նահանգում գործող Հովնանյան վարժարանի ավարտական դասարանի սաներն ավանդաբար ամեն տարի այցելում են Հայաստան։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում սաներն ու մանկավարժները հանդիպեցին ամենայն հայոց հայրապետի հետ։ Նորին սրբությունը բարձր գնահատեց Սփյուռքում գործող հայկական կրթական հաստատությունների գործունեությունը, գնահատանքի խոսքեր ասաց մանկավարժներին, ծնողներին եւ հոգաբարձուներին, որոնք գիտակցում են ազգային ինքնության պահպանության կարեւորությունը եւ ջանք չեն խնայում դրա համար։ Պատանիների հետ մտերիմ զրույցի ընթացքում վեհափար հայրապետը հետաքրքրվեց նրանց կրթական առաջադիմությամբ, հայերենի իմացությամբ, հորդորեց լինել Սփյուռքի անվանի հայորդիների գործի շարունակողը։ Շուրջ 140 աշակերտ ունի Հովնանյան վարժարանը։ Այն գործում է 1976 թվականից եւ Նյու Ջերսիում միակ ամենօրյա հայկական վարժարանն է։ Ամերիկյան դպրոցական ծրագրերից բացի վարժարանի աշակերտները սովորում են նաև հայերեն, հայոց պատմություն, ծանոթանում հայկական մշակույթին։ Մեր վարժարանը մինչև միջնագարկ է 8-րդ դասարան եւ մեր աշակերտները գավարդեն եւ այլևս հանրային դպրոցներ կամ ամերիկյան դպրոցներ գերտան եւ իրենց հայերենի գրթությունը գավարդի, երբ գավարդեն Հովնանյանը, ուրեմն մենք նախքան մեր աշակերտները շրջանավար դլան իրենց արիթ ու գուդանք հայրենիք այցելելու, հայրենիքի հետ իրենց գաբերը հաստատելու, որբեսի աբակային երբ մեծնան վերաթարնան եւ օգտակար դառնան իրենց հայրենիքին։ Վեհափար հայրապետի առաջարկով սաները շրջեցին վեհարանի տարածքում, ծանոթացան այստեղ գտնվող արվեստի եզակի նմուշներին, օրհնված խաչեր նվերստացան եւ լուսանկարվեցին։ Հանդիպման ավարտին պատանիները կիսվեցին իրենց տպավորություններով։ Ամեն բան շատ սիրեցի, բայց ես միշտ երազած էի Արարատները եւ երբ որ առաջին անգամ տեսա, շատ հուզված էի։ Ամենասիրած տեղս Երևան է, որ ամենտեղ որ տեսնեմ, ամեն գա հայերեն գլսեմ, իմ քովս Ամերիկա աданք չի գա եւ հայ ջաշերը ուրիշ տեղ պիտի չգտնես Հայաստանեն, սա Ամերիկա գա, բայց նույնը չէ։ Ես շատ ուրախ եմ, որ գրցանք այս արիթը ունենալ, որ վերապարին հետ հանդիպել եւ երբ որ ես դուներ թամ ես միշտ պիտի հիշեմ իր փոխանցած պատկամները մեզի։ Ասավ մեզի միշտ հայմնանք։ Սոնա Խաչատրյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։
Պոլսում վերաբացվեց Թաքսիմի Սուրբ Հարություն եկեղեցին, որը երկար ժամանակ փակ էր նորոգման եւ բարեզարդման աշխատանքների համար։ Վերաբացման եւ վերահոսման արարողությանը մասնակցեցին Պատրիարքության հոգեվոր դասը Սահակ Պատրիարքի նախագահությամբ, բազմաթիվ հյուրեր, պետական պաշտոնյաներ, Պոլսում քրիստոնեական համայնքների քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, համայնքային գործիչներ։ Տոնական արարողության սկզբում Սահակ Պատրիարքի գլխավորությամբ եկեղեցականները եկեղեցու մուտքի առջև կատարեցին դռնբացեքի կարգը։ Նավակատիքի աղոթքներից հետո Սահակ Սրբազանը սրբալույս մյուրոնով օծեց եկեղեցու ավագ սեղանը։ Մկրտության ավազանը, բեմը եւ Սուրբ Աստվածածնի մատուռի սեղանը օծվեցին Արամ arczepiskopos Աթեշյանի ձեռամբ։ Թաքսիմի Սուրբ Հարության եկեղեցու հիմքը դրվել է 19-րդ դարի սկզբում։ Եկեղեցին գտնվում է Էսայան դպրոցի այգում։ Կառուցման տարեթիվը ստույգ հայտնի չէ, ենթադրվում է, որ նախ փայտե շինություն է եղել։ 1890 թվականին փլուզման վտանգի պատճառով ժամանակավորապես փակվել է, ապա 1895-ին Մատթեոս Իզմիրլյան պատրիարքի օրոք Հովհաննես եւ Մկրտիչ Եսային եղբայրները տեղում Աղյուսաշեն եկեղեցի են կառուցել։ Այդ ընթացքում Եսային եղբայրները կառուցել են նաև Էսայան դպրոցը, որը գործում է մինչև այժմ։ Եկեղեցու այժմյան նորոգությունը ստանձնել է Բեյողլու թաղամասի եկեղեցիների թաղային խորհուրդը։ Վերահոսման արարողության ավարտին երեկոյան ժամերգություն տեղի ունեցավ Պատրիարքի նախագահությամբ։ Նավակատիքի հաջորդ օրը նորաոց եկեղեցում Պատրիարք հայրը Անդրանիկ Պատարագը մատուցեց։ Ներկաներին ուղված քարոզում Սահակ Պատրիարքը դրվատանքով անդրադարձավ երջանկահիշատակ Եսայան եղբայրներին, որոնց մեծ վաստակի շնորհիվ Պոլսում արդեն 130 տարի գործում են Սուրբ Հարություն եկեղեցին եւ Եսայան վարժարանը։ Համայնքին ծառայող երկու հաստատությունն էլ կառուցելու համար եղբայրներն իրենց կարողությունից են մաս հանել եւ իրենց հետքն են թողել Պոլսի հայոց համայնքի պատմության մեջ։ Պատարագից հետո հոգեհանգստյան կարգ կատարվեց հանգուցյալ Եսայան եղբայրների եկեղեցու ճարտարապետ Հովհաննես Ազնավուրյանի, այստեղ ծառայած հոգևորականների, վարժարանների տնօրենների, ուսուցիչների, աշխատակիցների, սաների, բարերարների եւ հավատացյալների հիշատակին։ Հերմինե Հակոբյան, եկեղեցական կյանք։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Եվրոպական միության ընդլայնման եւ արևելյան հարևանության գլխավոր տնօրինության ներկայացուցիչներն ու Եվրոպական միությունը հանուն կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի եւ բռնության ծրագրի պատասխանատուները հանդիպեցին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան կլոր սեղան հիմնադրամի գործընկերների հետ, քննարկելու հոգևորականների դերը ընտանիքում բռնության կանխարգելման, խաղաղության եւ հավասարության խթանման գործում։ Այս ծրագրի շրջանակներում մենք արդեն հասցրել ենք շատ մարդկանց հետ աշխատել եւ հասարակական ոլորտում աշխատանքներ կատարել եւ եկեղեցու հետ մեր համագործակցության շրջանակներում ինչ որ փոքր փոփոխություն բերել համայնքներում, ապագա պլանների մեջ մտնում են ամենը ինչ որ մենք արել ենք ավելի ինստիտուցիոնալ դարձնել եւ ներառել են կրթական ծրագրերում, որ կան։ Հանդիպմանը մասնակցում էին ծրագրում ներգրավված հոգևորականներ եւ թեմերի սոցիալական կենտրոնների տարբեր մասնագետներ։ Հայ առաքելական եկեղեցու գործունեության մեջ մշտապես կարևորվել է սոցիալական բաղադրիչը եւ ընտանիքներում առկա սոցիալ-հոգեբանական խնդիրները հաճախ լուծվում են քահանա-հայրերի մասնակցությամբ։ Հնարավորություն ենք ունեցել նախ վերապատրաստել մեր քահանա-հայրերին, սոցիալական աշխատողներին, մասնագետների միջնորդությամբ, ովքեր եղել են եւ առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, եւ հոգեբաններ, եւ մեդիա դաշտի ներկայացուցիչներ, որից հետո այլևս մեր վերապատրաստված քահանա-հայրերն ու սոցիալական աշխատողները ընդգրկվել են համայնքային զարգացման գործընթացներում եւ իրականացրել են միջոցառումներ, թրեյնինգներ, վերապատրաստման ուղղված այլ քայլեր, որոնք որ նպաստել են ընտանիքներում բարեկեցությանը եւ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ Ծրագրում ընդգրկված քահանաները ներկայացրին ընտանիքներում հանդիպող տարատեսակ խնդիրների եւ դրանց լուծման իրենց փորձառությունը։ Հատկապես մարզերում ընտանիքներն ավելի փակ են եւ գոյություն ունեցող խնդիրների մասին նախ ընտրում են չբարձրաձայնել, ասում են քահանաները։ Տեր Մամփրեն Ստեփանավանից է։ Ի թիվս այլ խնդիրների նա կարևորում է ընտանիքում հոր դերն ու ակտիվ ներգրավվածությունը։ Մեզանում հայրերը ծանրաբեռնված լինելով իրենց ամենօրյա աշխատանքով երբեմն կարիք են ունենում խոսել
իրենց ունեցած դժվարությունների մասին, խնդիրների մասին։ Երբեմն նաև կարիք են ունենում, որ որից է մեկ տղամարդ փորձի իրենց կողքը կանգնել հոգեհուզական, հոգեբանական եւ այլ տեսակ խնդիրների մեջ, ինչը որ ընկերության մակարդակի մեջ է լինում, ընկերության մակարդակի մեջ, փոխհարաբերության մեջ եւ հոգեվոր սպասավորը քահանան այդ առումով երևի ամենալավ տարբերակն է, որ բարեկամ է բոլորին եւ գաղտնապահ է պարտադիր։ Եվրոպական միությունը հանուն կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության ծրագրի շրջանակում կլոր սեղան հիմնադրամի կազմակերպած դասընթացներին ավելի քան 85 հոգեվորական եւ սոցիալական աշխատող է վերապատրաստվել։ Ամփոփելով ծրագրի նախորդ փուլի արդյունքները, նախատեսվում է ընտանիքի հոգեբանական ներդաշնակությանը նպաստող քաղաքականություն մշակել, իրազեկման արշավներ եւ կարողությունների զարգացման ծրագրեր իրականացնել։ Հանդիպման ավարտին մասնակիցներն այցելեցին Մայր տաճար եւ Ղրիմյան հայրիկի թանգարան։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Պոլսի հայոց պատրիարքարանը Սահակ պատրիարքի օրհնությամբ հրատարակել է գրաֆիկ նկարիչ արվեստաբան Լևոն Լաճիկյանի նոր պատկերագիրքը «Պոլիսը» հին եւ նոր խորագրով։ Հայաստանում պատկերագիրքը ներկայացվեց գրադարանային շաբաթվա մեկնարկին Գիտությունների ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանում։ Հայերեն, անգլերեն, թուրքերեն եռալեզու պատկերագրքի շնորհանդեսին մասնակցեցին բազմաթիվ հյուրեր։ Նկարիչը Պոլսի քաղաքային միջավայրն ու մշակույթն է պատկերել, որտեղ համերաշխորեն գոյակցում են հինն ու նորը, արևելքն ու արևմուտքը, կենսունակ ու ինքնատիպ հակադրություններով։ Պոլսում հայ կյանքի հետքն է գտել։ Նաև քաղաքի մի քանի տասնյակ եկեղեցիներն է պատկերել, որոնք գրեթե տեսանելի չեն, թաքնված են բարձր պարիսպների եւ դարպասների հետևում։ Փորձել եմ տալ իրոք Պոլսու այդ ներամփոփ ոգին եւ հատուկ բաժին հատկացնելով հայ Պոլիսին, որտեղ մերոնց ներկայությունը այնտեղ ուղղակի զարմանալի է։ Միակ եկեղեցին, որի գմբեթը երևում է հեռվից, Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է Քարաքյոյի, որտեղ թաղված է Հովանես Կոլոտ Բաղիշեցի պատրիարքը, եւ այդ առումով Պոլիսը իրոք իր հայկականությամբ ոչ միայն անցյալին պատկանող, այլ ես պիտի ասեմ ներկայում շատ տրոփող վիճակ է, եւ ես փորձել եմ նկարել Պոլսո թե պատմություն առավել եւս պարիսպները, սալատակները, հին թաղամասերը եւ բնականաբար հայ եկեղեցիները ու նաեւ մզկիթները, որովհետեւ ինչքան լուրջ շինություն է եղել, որ ես անգիտակցաբար կամ ենթագիտակցաբար մտածել եմ, որ սա նկարելու է, հետո պարզվել է, որ հայ ճարտարապետների ձեռակերտն է։ Լևոն Լաճիկյանը նկարչության ժանրերից քաղաքային բնանկարչությունն է նախընտրում։ Հայտնի է տարբեր քաղաքների կամ շինությունների նվիրված շարքերով, հայոց եկեղեցիներին նվիրված գծանկարներ ունի։ Իր ծննդավայրի Գյումրիին նվիրված շարքից հետո շուրջ 10 տարի ստեղծել է Պոլսի գծապատկերային դիմանկարը։ Առաջարկը Միացյալ Նահանգներում գործող պոլսահայերի միության կողմից է եղել։ Գյումրիից հետո երևի թե ամենաշատը Պոլիսն եմ նկարել ու շարունակում եմ նկարել, ինչու որովհետև Պոլիսը սկզբնապես ես իմացել եմ գրականությունից, ինչպես ասում են Պարոնյանի բդույդմը ոսոթայրում մեջեցիր միջոցով փառահեղ գրականությունը արվեստում հայրիս ունեցած նշանակալի ավանդ եւ այլն, բայց այնուամենայնիվ Պոլսում լինելուց հետո հասկացա, որ սա անվերջ վերադարձի քաղաք է։ Ես Պոլսին նայում եմ այն պատմական հայացքով ու նկատում, որ այնքան բազմածալ է, այնքան բազմաշերտ է, եւ ես մի գործս ամենաժամանակատարն էր։ Պոլիսը տարբեր ժամանակներում նկարել են եվրոպացիները, տեղացի հայերը, թուրքերը գրեթե չեն նկարել։ Այս անգամ նկարչի դիտանկյունում Պոլսի այցեքարտային աշտարակներն են, ծանոթ եւ ոչ այնքան ծանոթ համայնապատկերները, պատմական արժեքավոր կառույցները, թանգարան դարձած պալատները, հայաբնակ գնալը կղզու այգիների մեջ թաղված առանձնատները, հայտնի հայ մեծերի տները, նավամատույցը։ Գրեթե բոլոր թաղամասերում եղել է, ներկայացնելու մշակույթների ոճերի խառնարան հանդիսացող Խայտաբղետ քաղաքը։ Լևոն Լաճիկյանի Պոլիսյան պատկերապատումը տուշով եւ զուսպ ջրաներկով է արված դարչնագույն երանգներով։ Սկզբում, քանի որ արտաքին այսպես խայտաբղետություն կար, գույնզգույնություն, նույնիսկ չափից ավել, ես մտածեցի, որ այո, անցնեմ գույնի եւ Պոլիսը սկսեմ այդպես խայտաբղ, բայց հետո հասկացա մի երկու նկարից հետո, որ դա Պոլիսը չէր, բնավ։ Եվ վերջերս կարդում եմ Օրհան Փամոկի Ստամբուլ հուշերի քաղաքագիրքը, Նոբելյան մրցանակի դափնեկիր գրողը գրում իր ծննդավայրի մասին, որը շատ լավ գիտի, եւ ինչ էր ասում է
Պոլսում շրջում է սևի ու սպիտակի ոգին։ Պոլիսը ինքը սև ու սպիտակի քաղաք է եւ հատկապես փայտե տները, որ Պոլսո գրավիչ կողմն են, իրենք չներգվելու պատճառով կարծես դաշնագույնի են վերածվել ու ես հենց այդ դաշնագույնով փորձեցի ներկայացնել պոլիսը, որ ասում են, որ իսկական պոլիսն է։ Գույնով պոլիս չի կարող լինել։ Պոլիսը ինքը արտաքին այդ բաների կողքին կամ ետևում տխուր քաղաք է, տխուրը միայն սև սպիտակի մեջ է։ Պատմական ու ժամանակակից կառույցներով հայտնի քաղաքը պատկերող նկարիչը արագ փոփոխվող աշխարհում եղածը պահելու, պահպանելու ուղերձն է տարածում իր աշխատանքով։ Լևոն Լաչիկյանը նաև Երուսաղեմի հայոց կառույցները նկարելու առաջարկ է ստացել։ Հերմինե Հակոբյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն։ Գևորգյան հոգևոր ճեմարան կարող են ընդունվել Հայաստանի Հանրապետության եւ այլ երկրների մինչեւ 22 տարեկան արական սեռի քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ կամ բարձրագույն կրթություն, զավակն են հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու։ Դիմորդները գրավոր քննություն են հանձնելու հայոց լեզու առարկայից եւ բանավոր հայոց պատմություն եւ հայ գրականություն առարկաներից։ Հարցազրույցի միջոցով կստուգվեն նաեւ երաժշտական եւ քրիստոնեական գիտելիքները, օտար լեզուների իմացությունը։ Դիմորդը պետք է ներկայացնի դիմում, կրթության վկայական, մկրտության վկայական, ինքնակենսագրություն, բնութագրեր եկեղեցու հոգևոր հովվի եւ դպրոցի տնօրենի կողմից, տեղեկանք բնակավայրից, բժշկական վավերացման տեղեկանք, զինվորական դրության մասին փաստաթուղթ, անձնագրի պատճեն, 2 լուսանկար։ Փաստաթղթերը ներկայացնել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն մինչև օգոստոսի 20-ը աշխատանքային օրերին ժամը 10-ից 15-ը։